Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր հունիսի 16-ն է, օրը երկուշաբթի։ Բա, եւ ամռան առաջին ամիսն էլ կիսվեց հարգելի հեռուստադիտողներ, այնպես որ վայել է կամարը, որովհետեւ ժամանակը շատ արագ է անցնում։ Շաբաթները անցնում են, չենք էլ նկատում, եւ միասին նորից աշխատանքային շաբաթ ենք սկսում, որն էլ ինչպես միշտ ունենալու է հետաքրքիր, հյուրաշատ եւ շատ հագեցած ընթաց։ Իրականում չենք ուզում առավոտը սկսել աշխարհաքաղաքական նորություններով, վստահ ենք, որ բոլորն էլ հետևում են այն ամենին, ինչ կատարվում է հարևան պետություններում, բայց մենք էլ անմասն չենք կարող մնալ այդ ամենից, ամեն դեպքում, ամեն հաշվի առնելով թե որտեղ ենք ապրում, աշխարհաքաղաքական ինչ դիրքում են գտնվում, եւ մենք հույս ունենք, որ աշխարհում տեղի ունեցող հակամարտությունները մի օր կավարտվեն եւ իսկապես խաղաղություն կլինի ամենուրեք։ Իսկ վերադառնալով Հայաստան խոսենք եղանակի մասին, վստահաբար առաջիկա օրերին նախ ասենք, որ սպասվում է առանց տեղումների եղանակ, հնարավոր է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում երեկոյան ժամերին կարճատև տեղումներ եւ օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 7 աստիճանով, էլ ինչ լուր է պետք ամառը մարդկանց ուրախացնելու համար։ Իրականում մարդկանց ուրախացնելու համար տաք եղանակ։ Բայց այո, կարծում եմ վստահ եմ, որ շատերդ գիտեք, թե երեք ինչպիսի այո փոթորիկ է տեղի ունեցել ապարանում ու ինչպիսի կորուստներ, տնտեսական կորուստներ։ Լիլիթը ծնունդով ապարանից է եւ երեք նա, չգիտեմ, վերջին անգամ երբ է գնացել ապարան, բայց հենց երեք իրադարձությունների այսպես կենտրոնում էր ու կարող ես պատմել ինչ էր կատարվում այդ փոթորիկին, իրոք կոտրում էր դուռ, լուսամուտ, պատուհան, քար։ Ինձ թվում է տեսանյութերը տեղադրված են համացանցում, մարդիկ կտեսնեն, տանիքներն ուղղակի այլևս գոյություն չունեին, պատուհանները կոտրված էին, ծառերն անգամ, որոնք ունեին հաստ բույն, նրանք արմատախիլ էին եղել այդ ուժեղ քամուց։ Այդ ինչ էր կարող է անել, նույնը Շիրակի մարզում եղել, դե ինչ խաղաղություն թող լինի ոչ միայն մարդկանց հոգիներում, այլ նաև եղանակում, տիեզերքում, աշխարհում եւ ամենուր։ Շաբթին մենք սկսում ենք հետաքրքիր թեմաների անդրադարձով, զրույցներով, բացահայտումներով, սպասված հյուրեր ենք ունենալու մեր տաղավարում, բայց մինչև այդ ամենին անցնելը նախ պատմենք մեր համեղ եւ օգտակար գործընկերոջ մասին։ Սիրով ներկայացնում ենք Panacea բրենդը, որն արդեն շուրջ 30 տարի առաջարկում է առողջարար եւ բնական կաթնամթերք, որի վառ ներկայացուցիչն է Նարինե բիոպրոդուկտը։ Panacea-ն առաջինն է Հայաստանում, ով սկսեց արտադրել լակտոզա չպարունակող կաթ եւ յոգուրտ, դարձնելով այն հասանելի բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են բնական բարձրորակ կաթից, խստորեն վերահսկվող պայմաններում, առանց որևէ արհեստական հավելումներին։ Եվ դա է պատճառը, որ Panacea-ն վստահության արժանացած ընտրություն է հայկական ընտանիքների համար։ Իդեպ բրենդը շարունակում է ընդլայնվել, ներկայացնելով նաև ընտանեկան սիրելի կիսաֆաբրիկատներ, սիրնիկներ, խաչապուրի, պիլմենի եւ այլն։ Panacea սեր առաջին գթալից։ Դե ինչ այժմ համառոտ օրվա թեմաների մասին։ Հունիսի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում կամերային երաժշտության հրաշալի երեկո է լինելու, իսկ ընդմիջումը հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա ծանոթանալու մայեստրոյի տուն-թանգարանի ցուցադրությանը։ Այս սպասված երեկոյի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այնուհետև տաղավարում կհյուրընկալենք Միս Աշխարհ միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթի Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանին։ Նրա հետ մենք կզրուցենք ինչպես մրցույթի, այնպես էլ դերասանական կարիերայի մասին։ Իդեպ Ադրինեն մեր հեռուստադիտողներին հայտնի է Ծով աչքերի պատճառով հեռուստասերիալից եւ հետաքրքիր զրույց կունենանք նրա հետ, կպարզի թե ինչ է կատարվում գեղեցկության մրցույթի այդ մեծ աշխարհում։ Նաև այսօր միասին բացահայտելու ենք երաժիշտ երգահան Մխիթար Մնացականյանին, ում շատ շատերը ճանաչում են որպես պետական եւ առողջապահական համակարգի գործիչ, նա երկար տարիներ ղեկավարել է հայկական Կարմիր խաչի ընկերությունը, սակայն այսօր խոստանում ենք ձեզ զարմացնել, ներկայացնելով նրա ստեղծագործական կյանքն ու այն ստեղծագործությունները, որոնք երկար տարիներ շարունակ մենք բոլորս միասին լսել ենք, բայց չգիտենք թե ով է դրա հեղինակը։ Հոբելյանական 75-ամյակի առիթով էլ մենք այս ֆիլմը պատրաստվել է, որի մասին կզրուցենք
մեր հետաքրքիր հյուրերի հետ, իսկ հագեցած այս հյուրաշատ եթերի ընթացքում կթերթենք մեր մշտական էջերը, կլսենք հոգեբանական կարևոր հարցերից մեկի պատասխանը, կդիտենք օգտակարն ու կպարզենք օրվա բաղադրատոմսը։ Իսկ ինչպեսի երկուշաբթի, եթե մեր բաղադրատոմսերը այսպես չի միանում Սաթենիկին, սննդաբան եւ մարզիչ Էլիզա Պետրոսյանը։ Այսօր էլ բացառություն չէ, մենք համեղ ու յուրահատուկ ռոլեր ենք համտես անելու, այո, բայց մինչև Սաթենիկին եւ Էլիզային ողջունելը պատմենք մեր համեղ գործընկերոջ մասին։ Այո, Աթենք մսամթերքի ընկերությունը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է, կարևոր նորություն ունի մայիսի 26-ից մինչև հուլիսի 6-ը Աթենքի ֆիրմային խանութներից կատարիր 5000 եւ ավելի դրամով չափի գնում, որն իր մեջ կներառի առնվազն 1 տուփ կիսաֆաբրիկատ, մասնակցիր խաղարկությանը եւ ստացիր հնարավորություն շահելու չորանոց, սպասք լվացող մեքենա, Dyson, վարսահարդարիչ եւ միկրոալիքային վառարան, Aerogrill եւ 20 նվեր քարտեր արդուկից խաղարկության ամփոփումը տեղի կունենա հուլիսի 16-ին Աթենքի Facebook-յան էջում։ Հիշիր, դու արժանի ես լավագույնին։ Այո, դուք արժանի եք լավագույնին եւ արժանի եք նաեւ լավագույն նախաճաշին, դրա համար շտապ ենք տեղափոխվել խոհանոց, հասկանալու համար թե Էլիզան ու Սաթենիկը երկուշաբթին այսպես պետք է սկսել, խոհանոցում պետք է լինի երկու կին, երկու գեղեցկուհիներ, Էլիզան եւ Սաթենիկը։ Եվ մենք ողջունում ենք ձեզ, բարի առավոտ։ Գեղեցկուհիները ձեզ ասում են բարի լույս, կազմ պատրաստ են կարմիր գոգնոցներով, երկուշաբթին թեթև համեղ սկսելու համար Էլիզա բարի լույս մեկ անգամ եւս շնորհակալություն, որ ավանդույթը չես խախտում եւ գալիս ես երկուշաբթի օրերին առաջարկում համեղ բաղադրատոմս։ Իդեպ մինչև կթվարկես ամբողջ բաղադրատոմսը, բաղադրիչները, ինչ է հարկավոր, ես ասեմ, որ կատնաշոր ենք օգտագործելու Պանացիայի կողմից առաջարկված 5% յուղայնությամբ, ես կլցնեմ ափսեի մեջ եւ իհարկե ամբողջ տեսականին Պանացիայի կողմից առաջարկված կլինի հենց հիմա դեր էկրաններին, ես էլ սիրով ժպիտով կներկայացնեմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված կատնամթերքը։ Օգտագործելու ենք կատնաշոր, ձեր էկրաններին է։ Սիրով ուզում եմ ներկայացնեմ, ինչպես նշեցի, համեղ չափազանց օգտակար գործընկերոջը Պանացեա բրենդին։ Պանացեան շուկայում է դեռ 1997 թվականից առաջարկելով կաթնամթերք, որը պատրաստվում է միայն էկոլոգիապես մաքուր հումքից, օգտագործվում է անարատ կաթ, որը ենթարկվում է լաբորատոր վերահսկողության։ Իսկ արտադրական գործընթացում մշտապես ներդրվում են նորարարական տեխնոլոգիաներ, ապահովելով կայուն, բարձր որակ։ Պանացեայի տեսականին ներառում է բնական բարձրորակ կաթ, այդ թվում առանց լակտոզի, նարինեի, լայն տեսականի, յոգուրտներ, դասական, մրգային, ինչպես նաև հատիկավոր կաթնաշոր։ Այս մթերքները ոչ միայն համեղ են, այլ սննդարար։ Պանացեան կարևորում է բնական բաղադրության պահպանումը առանց հավելումների, արհեստական ներկանյութերի կամ ԳՄՕ-ների։ Այսօր ուզում եմ մի փոքր խոսել կաթնաշորի մասին։ Պանացեայի կաթնաշորը ունի 9% յուղայնություն, համարվում է սննդարար, օգտակար ընտրություն ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Այն հարուստ է սպիտակուցներով, պարունակում է B խմբի վիտամիններ, կարևոր հանքանյութեր, կալցիում, կալիում, նատրիում։ Շնորհիվ նուրբ կառուցվածքի հեշտ է մարսվում, հատկապես հարմար է մանկական սննդակարգում ներառելու համար։ Դե ինչ, խնդրում եմ շարունակել, էլ ինչ բաղադրիչներ են հարկավոր այսօրվա առողջ սննդի համար։ Այսօր մեզ անհրաժեշտ է կարմիր պղպեղ, սաթենիկ, սամիտ, կիտրոն, սխտոր եմ այսօր օգտագործելու քո թույլտվությամբ մի փոքր ընկույզ, ֆետա պանիր եւ իհարկե կատնաշորը դու արդեն ներկայացրեցիր։ Այս պահին մի փոքր ավելացնենք զիթայող եւ տեղափոխենք ջեռոց, որպեսզի հասցնի ինքը խորոբվել, այսպես ասած, որից հետո արդեն կտրատելու ենք, մաքրելու ենք իր կեղևից եւ պատրաստելու ենք միջուկ եւ այդ միջուկով փաթաթելու ենք, պատրաստելու ենք համեղ ռոլեր։ Տեղափոխել եմ ջեռոց, խնդրում եմ ասա, ինչ համեմունք է հարկավոր այսօրվա համեղ նախաճաշին։ Մեզ կալցիումի մակարդակ ավելացնելու համար անհրաժեշտ է քունջուտ։ Դե իհարկե, քունջուտն էլ առաջարկում է մեր հավատարիմ գործընկերը Tonyan's Family Company-ին։ Ես կվերցնեմ սպիտակ քունջուտը, ամեն դեպքում կվերցնեմ նաև սևը, իսկ ամբողջ տեսականին հիմա դեր էկրաններին կլինի, մենք բաց կանենք, օգտագործենք։ Սիրելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonyan's Family Company-ի Զալատոյե Տիեստա ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ու ժամանակակից փաթեթավորումը դարձնում են Զալատոյե Տիեստա ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլ կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրուպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ մեր հեռուստադիտողներին էլ շտապ եմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված
թողնված օգտակար քինոան։ Բացի այս, նաև հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր, կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ, նաև որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Zalatoye Tiesto ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ ձիփականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 099 4 60 84 14 հեռախոսահամարով։ Մենք արդեն անցել ենք աշխատանքի, խոսքը սիրով ժպիտով փոխանցենք Արտակին եւ Լիլիթին, որպեսզի նրանք շարունակեն հյուրընկալել հյուրերին։ Իսկ մենք խոհանոցում կախարդում ենք։ Շնորհակալություն։ Կախարդում են նրանք խոհանոցում, Լիլիթ։ Այո։ Դու էլ մի բան արա։ Ես կկախարդեմ եւ այս պահին մեր եթերում կլինի գովազդ, այնուհետեւ կշարունակենք եթերը։ Բարի լույս բոլոր նրանց, ովքեր մեզ նոր են միացել, ավելի քան 3 տարի ընդմիջումից հետո Հայաստանը մասնակցեց Միս Աշխարհ հեղինակավոր միջազգային գեղեցկության մրցույթին, որն անցկացվեց Հնդկաստանում, Թելանգանա նահանգում։ Մեր պատվիրակ Ադրինե Աջեմյանը հրաշալի կերպով ներկայացրեց Հայաստանը եւ վստահ ենք, որ նա մրցույթում առանձնացավ իր պարզությամբ, խելացիությամբ եւ գեղեցկությամբ։ Մրցույթային օրերի տպավորությունների կադրից դուրս տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Դե նախ ներկայացնենք մեր հյուրերին տաղավարում են դերասանուհի Միս Աշխարհ 2025-ի Հայաստանի պատվիրակ Ադրինե Աջեմյանը։ Բարի առավոտ, Ադրինե։ Բարի առավոտ։ Ինչպես է սկսել գեղեցկուհին իր առավոտը։ Հրաշալի, քանի որ ձեր տաղավարում եմ։ Գեղեցկուհին եւ հրեշ։ Դա ձեր տաղավարում եմ սկսել, ուրեմն հրաշալի եմ սկսել։ Իսկ առհասարակ գեղեցկուհիները ինչ որ առավոտյան ունեն, պրոտոկոլ, սուրճ, իմբիր, քյուրքյումա, որավ, չէ՞, կառուցվածքը մնաթար, գեղեցիկ։ Ես լիմոնա ջուր եմ խմում։ Լիմոնա ջուր, այո, ահա, եւ գաղտնիքը։ բայց սուրճը պարտադիր։ Սուրճն էլ պարտադիր։ Եվ Միս Երևան Production-ի տնօրեն Արմինե Մուրադյանը, բարի առավոտ։ Դուք սովորական առօրյայով եք սկսում ձեր Սուրճով։ Սուրճով։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալել։ Ադրինե, մեզ խնդրում եմ պատմի ինչպես ստացվեց, որ դուք մեկնեցիք եւ դուք այս տարի Հայաստանը ներկայացրեցիք Միս Աշխարհում, որտեղ հավաքված էին աշխարհի բոլոր գեղեցկուհիները եւ դուք։ Մասնակցեցի մրցույթի կաստինգի Հայաստանում։ Գաղափար չունեի անգամ։ Իրականում նույնիսկ մտքիս ծայրով չի անցել, որ ես եմ հաղթելու։ Եվ շոկի ենթարկվեցի հաղթելուց հետո բնականաբար, հասկանալով պատասխանատվության։ Իսկ ինչու դուք չեք մտածում, որ դուք չեք հաղթելու, որտեղ ավելի գեղեցկուհիներ կային, թե դուք ինքնավստահություն ամեն դեպքում այդ պահին չունեիք։ Չէ, ինքնավստահության հարցը չի իրականում, ես կարծում եմ յուրաքանչյուր մարդու կյանքում ինչ կատարվում է, դա ճակատագիր է։ Եվ չէի մտածի, որ ճակատագիրը ինձ համար պատրաստել է հենց այսպիսի մի մեծ նվեր, որ հենց ես պետք է գնամ։ Դա էր միայն խնդիրը, այսինքն ինքնավստահության կամ ավելի շատ գեղեցիկ կամ քիչ գեղեցիկի խնդիրը չէ։ Բայց կա այդ մրցակցությունը գեղեցկուհիների միջև։ Մենք միշտ սիրում պատմություններ ենք լսում, որ բոլոր իրար շատ սիրում են։ Մրցակցությունը միշտ է լինում իհարկե, ուղղակի դժվար է ընտրել այն մասնակցին, որը պատվով կարող է հատկապես միջազգային նման հեղինակավոր մրցույթներում ներկայացնելու, թե հոգեբանորեն պատրաստված լինի եւ կարողանա այդ երկար ժամանակահատվածում մոտ 24 օր է տևել մրցույթի ողջ ընթացքը, կարողանա լիարժեք հաղթահարել բոլոր դժվարությունները, բնականաբար շատ բարդ նախագիծ է իրականում աշխարհի ես կնշեի, որ ամենաբարդ նախագծերից մեկն է, մրցույթներից մեկն է, որտեղ բազմաթիվ հանդիպումներ, ինտերվյուներ են անցնում աղջիկները, բարեգործական ծրագրերի, տաղանդի փուլերի են մասնակցում, համենայն դեպս փորձել ենք Ադրինեի ներառել գրեթե բոլոր նման միջոցառումներում եւ կարծում եմ առաջինը Հայաստանը ճիշտ ներկայացնելու, ճիշտ պատվիրակ ներկայացնելու խնդիրն է, որ ամեն առումով մրցունակ լինի եւ ոչ թե միայն կարեւոր է այստեղ հաղթելը նման հեղինակավոր միջազգային մրցույթում, այլ միայն հենց երկրի անունը հնչեցնել, դրոշը բարձրացնել եւ լավ տպավորություն ամենակարևորը թողնել հետագա արդեն լավ պատրաստված լինելու, ավելի լավ ներկայանալու համար, իսկ այնտեղ ինքը մշակութային մեծ փառատոն է նաեւ եւ բարեգործական մեծ ծրագիր է իրենից ներկայացնում առհասարակ։
Մենք վստահ ենք, որ Ադրինեն այդ ձեր բոլոր թվարկած կետերը շատ բարձր մակարդակով պահել է։ Ես կուզեմ խոսենք քո էմոցիոնալ դաշտի մասին, երբ որ լսեցիր, որ դու ես հաղթել եւ դու ես ներկայացնելու Հայաստանը, քո էմոցիաների մասին մի քիչ պատմիր։ Իրականում բոլորը կարծում են, որ հենց սկզբից դու երջանկանում ես, ուրախանում ես, բայց իմ պարագայում առաջին հերթին վախն էր, որովհետև պատասխանատվությունը շատ մեծ էր։ Բացի դա ես աշխատում եմ քիչ բացակայեմ Հայաստանից, քիչ օրերով եմ, այսինքն եթե գնում եմ Հայաստանից, շատ քիչ ժամանակահատվածով եմ լքում Հայաստանը ու 25 օրը ինձ համար դա ամենամեծ խնդիրն էր, որ ես 25 օր պետք է լինեմ Հնդկաստանում, Հայաստանից, ընտանիքից հեռու։ Չեմ կերել կծուտելիքներ։ Երևի գեղեցկուհիների համար կծուտ մեջը չեն լցրել, դե հաշվառները փառատոնը ճաշացանկը կարող է լինել ուրիշ։ Մեզ ասեք, խնդրում եմ, ով է 21-րդ դարի գեղեցիկ աղջիկը։ Ինչ նորմեր են փոխվել գեղեցկության մրցույթներում, արդյոք պլաստիկ վիրահատությունները դրանց շարքերում են, ինչպես է այդ կանոնները մշակվում հիմա։ Դե վաղուց արդեն պլաստիկ վիրահատությունները խնդիր չեն նմանատիպ նախագծերում, չափանիշները բացարձակ փոխվել են աշխարհում, հատկապես նման, որտեղ ասելիքն է այստեղ արտաքինի, նույնիսկ հասակը ես կասեի կապ չունի, բայց շատ են իջացրել այդ կրիտերիաները։ Առաջ արմունկից մինչև թաթի ծայրը ձգվող հատվածը պիտի հավասար լիներ ուսից մինչև պարանոց ընկած նշված է 168 եւ ավելի, 170 եւ ավելի, բայց կան մրցույթներ։ Ես այսինքն տարբերակ չունեմ երբևիցե մասնակցելու գեղեցկության։ Ոչ լիլիթ, ես ասեմ կային մասնակիցներ ավելի ցածր ասել։ Այստեղ կարևորը նման նախագծերում ուղղակի ասելիքն է կարևոր, ոչ թե արտաքինը։ Հիմնականում դրա վրա է շեշտը դրված, այսինքն ասելիքը, բարեգործություն, այսինքն ինչքանով է պատրաստ իր մեսիջը ճիշտ հասցնելու մասնակիցը եւ արտաքին կրիտերիաները, հա, այդ հասակ եւ այլն, իսկապես դա երկրորդական, երրորդական պլանում։ Ինչ է փոխվել գեղեցկության մրցույթների տրամաբանության մեջ։ Առաջ ես հիշում եմ ամեն դեպքում հեռուստատեսության prime time-ով էին հեռարձակում այդ շոուները, բոլորը նստում նայում էին, տեսակ գեղեցկույններ, ուրիշ տպավորություններ։ Մեր օրերում կարող ենք ասել, որ սոցիալական այս դարը մի քիչ փոխել է գեղեցկույնների կարծրատիպերը, բայց դա մեզ կարելի է կարծիքն է հետաքրքիր որպես մասնակից։ Կարծրատիպերը փոխվել են միանշանակ, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում։ Ես իրականում կարծում եմ, որ լավ է դա։ Այսինքն կոնկրետ չափանիշների մասին չեմ կարող խոսել, ավելի ճիշտ կլինի, որ դրա մասին խոսեն մասնագետները, բայց այն, որ չկան գեղեցկության ստանդարտներ, դա շատ կարևոր է, որովհետև աղջիկը, օրինակ, որը ունի համեմատաբար օրինակ եմ բերում, հա, ավելի մեծ քիթ կամ չգիտեմ, ավելի բարակ շրթունքներ, ինքը նույնպես կարող է, այսինքն լինել այդ մրցույթում, որովհետև նա այդպես էլ է գեղեցիկ։ Չէ, կարող հաղթի նույնիսկ։ Հա, ուզում ասեմ, նա իր չափի մեջ է գեղեցիկ, իր ձևը է գեղեցիկ։ Ես կարծում եմ, դա շատ լավ է, որովհետև շատ, այսինքն շատ աղջիկների հենց դա ավելի շատ ինքնավստահություն է։ Մեր գեղեցկուհիներից ում կնշեք եղածներից, որոնք ձեզ համար ամենագեղեցիկն են եղել մեր պատմության ընթացքում, այդ հարցը նաև ձեզ կուղենք։ Ինձ համար Գոհար Հարությունյանը, այո։ Ձեզ համար գրեթե բոլոր մեր գեղեցկուհիները իսկապես գեղեցիկ։ Բոլոր տարիների չէ։ Բայց դե առաջինային է դուք առանձնացրեցիք բոլոր գեղեցկուհիները, այո, եւ հատկապես որ միջազգային մրցույթներում են ներկայանում, այստեղ ամբողջ աշխարհի ասելիքը գեղեցկության մրցույթների այլ է, մեսիջն է կարևոր, խաղաղության մեսիջն է շատ կարևոր, գործության ծրագրերի մասնակցելը եւ նման լսարան ունենալ մեծ լսարանով աղջիկներ եւ մեծ լսարանով պետությունների ներգրավումն է շատ կարեւոր նման մրցույթներում եւ սովորաբար էլ հաղթում են նման պետությունների մասնակիցներ, որոնց յետևում մի ամբողջ պետություն, ոչ Թայլանդի ներկայացուցիչներ, Մոնղոլիայի միջև մրցակ։ Արդյոք տենց գեղեցկուհի է Թայլանդի ներկայացուցիչը, Կարինե, ես թույլ տուր ասեմ, որ դե հիմա կարող եք ասել, դու ինչ ես հասկանում տեսքից, բայց դե ես էլ միջին վիճակագրական հեռուստադիտող եմ, կամ ես նայում ես, ինչի համար հաղթեց այդ գեղեցկուհին։ Ափսոս մենք նկարը չունենք, թե չէ ցույց տվեն։ Նախ նշեմ, որ Թայլանդի պատվիրակը շատ պատրաստված, բազմաթիվ միջազգային մրցույթների ներկայացուցիչ է, նաև շատ մեծ փորձ ունի, նաև իր բարեգործական անցած ճանապարհը եւ այլն։ Շատ կարևոր է նման նախագծերում 10-20 կամ հնգյակ անցնելու դեպքում հաշվի առնվում երկրի աջակցությունը, նաև ինչքանով է երկիրը կարևորում նման ոլորտը եւ ինչու են ասում գեղեցկության մրցույթ, որ դրա ենթատակը պիտի լինեն խելացի, ուժեղ։ Ներողություն, սա գեղեցկության մրցույթ է, թող լինեն շատ գեղեցիկ։ Իսկ գեղեցիկը միայն արտաքինի մասին չի, ցավոք, իրենց բայց սա գնահատում են
Չէ, առաջինը գնահատում են այս նախագծում, բացի արտաքին գեղեցկությունը, շատ կարևոր է ներաշխարհը, հարուստ ներաշխարհ ունենալը։ Բայց ներաշխարհն արդյոք բեմի չէ, մասնագիտական գնահատում են հենց մասնագետները, ոչ, ձեր ներաշխարհը չի երևում, կարող եմ ասել, որ շատ պայծառ աղջիկ եք, լուսավոր աչքերով, գեղեցիկ, չգիտեմ, լույս է տալիս, ծով աչքերի պատճառով, չէ՞։ Հա, կարող եմ ասել, բայց ես ձեր ներաշխարհը դժվար 20 օրում հասկանամ ու էնել գնահատական տամ։ Անգամ տարիներով մարդու շփվում ես ներաշխարհի մասին, թեթև պատկերացում ես ունեն։ Կայնեն, դուք ինչ ես սպասում ապագայում, եկեք դա քննարկենք, գեղեցկուհիները կամ ունենում են հետո հարուստ սիրեկան, աշխարհի մակարդակով եմ ասում, միայն Հայաստանի չեմ ասում, կամ տենց բախտը դասավորում են, ինչ որ բիզնեսմենը, դե սիրուն աղջիկ են, իրենց պետք է թանկարժեք ժամացույց, գեզ, սաներված, սալոնից դուրս գա գնա սպա։ Ես կարծում եմ, որ մենք, չէ, ինձ պետք է, բայց ես ինքս եմ ինձ համար փորձում նման, այո, ապագա ստեղծել, որովհետև մենք ինձ թվում է կներես ընդհանրեցի։ Ես կարծում եմ, որ այս պահին աղջիկները Հայաստանում այնպիսի առաջընթաց ունեն, որ իրենց կարողանում են հովանավորել։ Առաջընթաց ունեն բիզնեսմենների շնորհիվ։ Չէ, ոչ, ես համարիչ։ Բայց նկատի ունեմ կարիերային աճը, հետո դերասանություն, հա, մի քիչ դերասան։ Հոլիվուդ դեպի։ Անգամ սովորում եք, չէ՞, թատերական։ Այո, ես թատերական ինստիտուտում եմ սովորում։ Միանշանակ իմ առաջին մասնագիտությունը դա է, ես շատ սիրում եւ գնահատում եմ իմ մասնագիտությունը, չեմ փոխի իմ մասնագիտությունը երբեք։ Երբեք մի ասա։ Ձեր ամենամեծ գեղեցկությունը ձեր ժպտերեսությունն է, ձեր ներկայացուցչականությունը, որը շատ կարևոր է, ձեր գործերին հաջողություն, մեր գեղեցկուհիներին պատվով միշտ անեք, բերեք եւ ապահով ձեռքերում գլխավորը։ Չփախցնեն մեր գեղեցկուհիներին։ Կայնե ձեզ լավ օր ենք ցանկանում։ Շնորհակալ եմ։ Դե ինչ, այս պահին գովաց, թե այնուհետև կշարունակենք մեր եթերը։ Միս Տիեզեր 2025 է ճանաչվում Լիլիթը, շնորհավորում ենք Լիլիթ։ Շնորհակալություն, կարող ես դնել Դու արժանի ես այս հաղթանակին, այս թագը քեզ շնորհավորում եմ։ Եվ ով ասեց, Սա որ ուղղակի ես ցնցող է։ Այս ամեն մի կարատ արժե $1 միլիոն, սա մանուշակագույն ադամանդ է արժե $25 միլիոն։ Իհարկե, եթե ապահովագրություն ունես, եթե ոչ ավելի թանկ արժե։ Եվ ով ասեց, որ ես չեմ կարող մասնակցել գեղեցկության։ Ով ասեց, որ դու չես կարող դառնալ գեղեցկուհին։ Մենք ունենք շատ փող, մենք կծախենք մի կարատը, կներդնենք քո հաջողությունների մեջ։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Դե հիմա թագը փոխանցենք Սաթենիկին։ Սաթենիկ խոսքը քոնն է։ Շնորհակալություն խոսքը փոխանցելու համար, ինչ ասած, ամեն ինչի մասին խոսեցինք։ Ներողություն, Սաթենիկ, մենք նորություն ունենք։ Խոսքով ընկանք, այնքան թագը դրեցինք։ Հարգելի հեռուստադիտողներ, հաճելի նորություն ունենք ձեզ համար, որտեղ 2025-ը Tonia's Family Company-ի համար հոբելյանական տարի է, քանի որ բոլորիս կողմից արդեն սիրված Զալատոյը տեստ ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայնիր, մենք կօգնենք որակով կարգախոսին, արդեն 20 տարի է, ինչ իր որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշտկան ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտեստ դարձնել էլ ավելի համեղ ու յուրահատուկ։ Տես Աթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեստներին հնարավորություն է տալիս անկրկնելի համային երանգներ պարգևել։ Ընդգծենք ու առանձնակի կարևորությամբ նշենք, որ ընկերությունն արտադրությունն ու փաթեթավորումն իրականացնում է Հայաստանում։ Իդեպ բացի համեմունքներից առաջարկում է նաև կրուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Ես խոսքը արդեն փոխանցում եմ, ինչպես տեսնում եք, ես միայնակ եմ Սաթենիկին եւ Էլիզային։ Միս Տիեզեր 2025 է ճանաչվում Սաթենիկ Հազարյանը, շնորհավորում ենք ձեզ, շնորհավորություն, նախանձներ ծափահարեք, չէ՞ որ կողքից շնորհավորում եմ։ Առաջին անգամ զգացի գեղեցկուհիների քայլվածքը ինքան ծանր է, երեխեք, ոչ ոք չի պատկերացրել, ոչ ոք այս մասին չի ասել, այսինքն քարերի արժողության հիմքով ծանրությունն է։ Այս թանկարժեք, արի այս թագը վերցնենք եւ փախնենք մի հեռավոր Այս չեն լսում, չէ՞ հեռուստադիտողների, ուղիղ չեն լսում, չէ։ Մոտիկից տեսել էիր Միս Հայաստանի թագը տեսել էի, չէի կրել, ծանրություն հիմա այս պահել է, որ հանկարծ աճ չընկնի, ձախ չընկնի, ճիշտ գլխից վրա լինի։ Գործընկերները կատարում են երազանքները, Էլիզա թույլ տուր նայեք հեռուստադիտողները քեզ կտեսնեն։ Հիմա թագադրում ենք Էլիզա։ Էլիզա, հիմա քո զգացողությունների մասին խոսի։ Շատ ծանր է իսկապես։ Միս 2025 Էլիզա Պետրոսյան, տափահարություններ, շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալ եմ,
Իսկապես պատիվ էր ինձ համար։ Համեղ է լինելու։ Շնորհակալ եմ։ Մենք ձեզ թափ, դուք մեզ նախաճաշ։ Սիրով։ Պատրաստենք մենք արդեն համեղ կերակուրը ներկայացնել, մեկ անգամ եւս հիշեցնել, թե ինչ ենք պատրաստելու։ Կարմիր բուլղարական պղպեղ, որը ջեռոցի մեջ է, բայց մի քանի րոպե դեռ կթողնենք, որպեսզի պատրաստվի, թե հանեմ Էլիզա։ Կարող ենք արդեն հանել, Կարող ենք արդեն հանել։ Օգնեմ քեզ։ Հանեմ։ Այո։ Չէ, կդնեմ այստեղ տախտակի վրա։ Շնորհակալ եմ։ Դեռ տժժում եմ։ Ավելացնելու ենք, խնդրում եմ հիշեցրու մեկ անգամ Մենք եւս։ կեղևազատելու ենք եւ արդեն պատրաստված միջուկը տեղավորելու ենք, պատրաստելու ենք ռոլեր շատ համեղ, բայց մեր միջուկը դեռ պատրաստ չէ, այստեղ ավելացնելու ենք ընկույզ, սամիտ, սխտոր եւ կիտրոն։ Եվ իհարկե, ուզում եմ ասեմ, այս մեր համեղ կերակուրի հետ մեկտեղ ունենք աթենքի կողմից առաջարկված սարդելկաները, որոնք պատրաստի են։ Պարզապես անհրաժեշտ է տաքացնել, վայելել, քաղցը հագեցնել։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին, կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղ ուտելը հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է։ Ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Սիրելի հեռուստադիտողներ, նաև հիշեցնենք, որ մենք մի քանի շաբաթ առաջ մարաթոն ենք հայտարարել այն գեղեցկուհիները, ովքեր ուզում են իրենց քաշը իջեցնել, մեր սննդաբանը, մեր Էլիզան պետք է օգներ։ Ընտրված է 3 անուն, իհարկե այդ անունը գուցե փոխվի, որովհետև դեռ չեն կարողացել կապ հաստատել իրենց հետ, կխնդրեմ հիշեցնեք, նշեք անունները։ Հիմա ես կասեմ անունները, եթերից հետո մենք կապ կհաստատենք մեր բոլոր պայմաններին համապատասխանելու դեպքում անունները կմնան նույնը, կաշխատենք եւ ընթացիկ ձեզ եւս ցույց կտանք մեր արդյունքները։ Սաթենիկ, անունները Արմինե Կարապետյան, Ռոզա Աբրահամյան եւ Աննա Խաչատրյան։ Նրանք երեքն են։ Այո, ում հետ որ աշխատելու ենք 1 ամիս մարզումներով, սննդակարգով եւ արդյունքներով կիսվելու ենք ձեզ հետ։ Այսպես կարելի ասել, դոյի պոստի արդյունքը մենք տեսնելու ենք էկրաններին, որովհետեւ աղջիկները կազմ պատրաստ իրենց գոհունակությունը, ցանկությունը առաջարկել են, իսկ Էլիզան որպես մասնագետ նրանց կողքին է լինելու, հետևողական է լինելու։ Նաեւ մեծ մոտիվացիա կլինի մեր հեռուստադիտողներին վերջապես սկսեն առողջ ապրել։ Հատկապես ամառը բոլորս ուզում են գեղեցիկ լինել։ Խոսքը տեղափոխենք արդեն Արտակին եւ Լիլիթին, որպեսզի նրանք շարունակեն։ Մենք էլ ինչպես հասկացաք, տակ հանել են կարմիր պղպեղները, որոնք դեռ տժտժում են, մի փոքր կսառի, կանցնենք աշխատանքի, ռոլերը համեղ կպատրաստի Էլիզան, ես էլ կօգնեմ այսօր։ Սիրով։ Համեցեք խոսքը ձերն է Արտակին։ Ավարտված է։ Այո, շնորհակալություն։ Թագադրեց բոլորիս Արտակը, բայց հիմա տեղափոխվենք այլ հարթակ։ Կարեն Գրիգորյանը ներկայացնում է հետաքրքիր խորագիր, օգտակար, որտեղ ամենատարբեր մասնագետների տեր մարդկանց հետ քննարկվում է ամենատարբեր հարցերն ու կիսվում կարևոր խորհուրդներով։ Այսօր էլ շատ հետաքրքիր թեմայի շուրջ կարևոր դիտարկումներ կլսենք եւ խորհուրդներ կլսենք։ Օգտակար խորագիր Կարեն Գրիգորյանի հետ։ Ողջույն Արմենիա հեռուստաընկերության մեր սիրելի հեռուստադիտողներին, եթերում օգտակար խորագիրն է Կարեն Գրիգորյանի հետ, իսկ մեր տաղավարում այսօր հյուրընկալել եմ ամենաարևային ընկերության Էկովիլ արևային ընկերության հիմնադիր եւ խորհրդի նախագահ Տիգրան Օխանյանին։ Բարև ձեզ, պարոն Օխանյան։ Պարոն Օխանյան, մեր հանդիպումների ժամանակ խոսել ենք արդեն Էկովիլ ընկերության հիմնադրման, ստեղծման մասին։ Այսօր առաջարկում եմ խոսել իրազեկման մասին, որովհետեւ դուք առաջին ընկերություններից մեկն եք, որը սկսեց զբաղվել իրազեկմամբ հասարակության շրջանակում։ Ինչ եք կարծում այս տարիների ընթացքում, հա, շոշափելի տարբերություն նկատում եք օրինակ 10 տարի առաջվա հաճախորդի եւ այսօրվա։ Կարողանում են տարբերակել այսօր լավ կամ վատ ապրանքը։ Միանշանակ, նույնիսկ ոչ 10 տարի առաջ, այլ 5 տարի առաջ մարդիկ դեռ հաճախորդները, սպառողները դեռ շատ դեպքերում տեղյակ չէին արևային համակարգերի առավելություններից։ Այսօր գրեթե չկա նման դեպք, շատ հազվադեպ։ Այսօր մարդիկ արդեն ավելի պատրաստված են, ավելի կրթված են, ավելի շատ են ուսումնասիրում եւ ավելի շատ են իրենց տնային աշխատանք անում։ Արդեն երբ գալիս են դիմում են մեզ մեր ծառայություններից օգտվելու համար, մարդիկ արդեն տեղյակ են ինչն է լավը, ինչն է վատը, ինչու օգտվել Էկովելից կամ ինչու օգտվել այլ ընկերությունից, քանի որ արդեն նրանք տեղյակ են նաև տեխնոլոգիաների տարբերություններից, բրենդերի տարբերություններից, միանշանակ
շատ մեծ տարբերություն կա մի քանի տարվա ընթացքում հաճախորդների տեղեկացվածության տեսանկյունից բավական մեծ փոփոխություն։ Որքանով է գնահատում Էկովիլ ընկերության դերը, հա, այս իրազեկման գործընթացում, որովհետև տպավորություն է, որ դուք մշտապես բազմաթիվ տեսահոլովակների, այսպես նյութերի, հա, միջոցով իրազեկում եք եւ ապրանքների առավելությունների եւ ոլորտի առավելությունների մասին։ Մենք երբ սկսեցինք մեր գործունեությունը, գիտակցում էինք, որ պետք է միանշանակ սկսել այդ արշավից, երկարաժամկետ արշավից, եւ դա մշտական արշավ է, դա չենք արել մի տարի, երկու տարի, քանի որ եթե մենք չկրթենք, եթե մենք չտեղեկացնենք մեր հաճախորդներին, մենք չունենք շուկա։ Այսինքն դա մեր առաջի քայլն է։ Ես միշտ նշում եմ, որ այս ապրանքի հետաքրքրությունը, այս ապրանքի հետաքրքրությունը այն է, որ մենք ունենք երկու շերտ վաճառքի, առաջին շերտը ունեինք արդեն, հիմա արդեն քանի որ մարդիկ տեղեկացված են, ունենք մի շերտ, դա ուղղակի ինչու օգտվել է Էկովելից, բայց տարիներ առաջ դա եղել է ինչու օգտվել արևային համակարգից եւ դա ապա ինչու օգտվել Էկովելից։ Այսինքն մենք ունենք վաճառքի եւ այդ process-ի երկու շերտ եւ ունենալով անցնելով այս ընդհանուր process-ը նաեւ շատ մեծ ռիսկեր ունենք, որ օրինակ հաճախորդները չէին ցանկանա, չէին վստահի եւ մեզ եւ արևային համակարգերին, բայց փառք Աստծո կարող եմ նորից վստահությամբ նշել, որ այսօր այդ արշավը տվել է իր արդյունքները եւ շնորհակալություն եմ հայտնում ես մեր ոլորտի այլ ընկերություններին, որոնք ազնիվ ձևով տեղեկացրել են, կրթել են մեր հասարակությանը։ Իհարկե կան եւ եղել են ընկերություններ, որոնք այսպես ասած շահագործել են մարդկանց ոչ տեղեկացված լինելը, բայց հիմնականում ընկերությունները, որոնք արդեն տարիներ գործում են, շատ մեծ դեր են ունեցել այս արշավի լավ արդյունքների համար։ Շատ լավ, պարոն Օխանյան, ամփոփենք այսօրվա մեր զրույցը։ Կամաձայնվեք, որ այսօր արևային էներգետիկայի, հա, թիրախը, հա, թարգետացվածը գրեթե բոլոր շերտերն են, հա, սկսած բիզնես ոլորտից, ֆիզիկական անձանց, ինչպես նաև մարզերից բացի նաև Երևանի, հա, բազմաբնակելի շենքերի, այսպես բնակիչները։ Գրեթե բոլորը։ Մեր գործի հետաքրքրությունն այն է, որ մեր պոտենցիալ մեր հաճախորդները բոլորն են, ինձ մշտապես հարցնում են ովքեր են ձեր հաճախորդները, իմ պատասխանը նա է, որ ովքեր էլեկտրաէներգիա են օգտագործում, իսկ էլեկտրաէներգիա օգտագործում ենք բոլորս։ Եվ շատ կարևոր է, որ այս զարգացումը չի ունենում միայն Երևանում կամ մեծ քաղաքներում, այլ ընդհանրապես բոլոր մարզերում եւ բոլոր բնակավայրերում մեր հանրապետության, եւ դա շատ հետաքրքիր է այն տեսանկյունից, որ համաչափ է զարգանում, նույնիսկ կարող եմ ասել, որ ոլորտը ավելի արագ է զարգանում մարզերում, որտեղ կան ավելի շատ սեփական տներ, քան Երևանում, եւ դա է հետաքրքիր, որ համաչափ զարգացում ունենք ամբողջ մեր երկրի տարածքում։ Շնորհակալություն պարոն Օխանյան, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Ashley Home Store-ին, այսպեսի գեղեցիկ տաղավար մեզ ապահովելու համար եւ մեր գործընկերոջ կողմից ձեզ փոքրիկ նվեր։ Շնորհակալություն։ Քարտ, կարծում եմ կօգտվեք։ Շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք մեր առաջիկա թողարկումներում։ Շնորհակալ եմ։ Օգտակար խորագիր Կարեն Գրիգորյանի հետ։ Առավոտ, մենք հրաշալի տրամադրություն ունենք, մեր հյուրերն արդեն տաղավարում են։ Եվ մենք զրուցում էինք այո արդեն մեր հյուրերի հետ։ Հունիսի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահը կլցվի կամերային երաժշտության հրաշալի հնչյուններով։ Հետաքրքիր եւ յուրահատուկ համերգային ծրագրով հանդես կգան ճանաչված եւ տաղանդավոր երաժիշտներ։ Սպասված համերգից առաջ մենք սիրով կներկայացնենք մեր հյուրերին։ Մեր հյուրերն են Դաշնակարույի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր եւ գեղեցկուհի Սոնա Բարսեղյանը, բարի առավոտ։ Այսօր գեղեցիկը շատ տրենդային է մեզ մոտ, դուք ոչ պակաս կարող եք մասնակցել գեղեցկության մրցույթի, վստահ եմ, փառահեղ հաջողություններ կունենաք։
Եվ իհարկե ներկայացնենք ջութակար եւ Խաչատրյանի անվան տրիոյի անդամ Կարեն Շահգալդյանը, բարի առավոտ։ Շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել, շատ թարմ գեղեցիկ տեսք ունեք դուք էլ պարոն Շահգալդյան։ Ինչպես են սկսվում ձեր առավոտները առհասարակ հարգելի երաժիշտներ։ Գիտենք շատ գերզբաղված եք, բայց ինչպես են սկսվում։ Տարբեր է լինում, բայց շատ բուրըն եւ պլաններով լի, աշխատանքային, այսպես միշտ աշխատանքային եւ իհարկե երբ ամառ է, միշտ տրամադրությունը ավելի բարձր է ինձ մոտ ամեն դեպքում եւ այսպես պլաններս ավելի sense մեծ են եւ սկսում եմ գծել օրս ինչպես պիտի անցնի, ինչ պիտի անեմ, որ ամեն ինչ հասնեմ, որտեվ իրոք այսպես շատ բուրըն եւ որ ամեջ նվագել, հա, որ ֆորմային։ Դա արդեն անում եմ երեկոյան 10-ից հետո չթաքցնեմ։ Չէ, իրականում իհարկե փորձում եմ бнаканабар, айо. Док Парон Шахгальдян. Но после того, как мы увидели в студии Корону, да, после этого неделя началась прекрасно. Настроили на хороший лад. Դուք տարբեր բեմերում եք հանդես գալիս, հայաստանյան բեմը ձեզ համար յուրահատուկ է, կարևոր է այս տուգատեսը թանգարանում մթնոլորտը, ինչով է ձեզ համար այս համերգը առանձնահատուկ։ Միշտ հայաստանյան հանդիսատեսը կարծում եմ նաև Կարենի համար, խոսեմ իմ այսպես զգացողություններից, դա միշտ մեծ պատասխանատվություն է լինել այստեղ բեմում եւ կարող եմ ասել, որ ամեն համերգը, ամեն ծրագիրը դա շատ մեծ ուրույն տեղ ունի մեզ համար եւ չկա հերթական հաղորդում, չկա հաղորդում, ինչպես նաեւ հերթական հաղորդում, ինչպես ծրագիր, համերգ եւ մենք շատ մեծ ոգեշնչմամբ եւ հետաքրքրությամբ սպասում ենք մեր ամսի 20-ի համերգին, քանի որ ծրագիրը ոչ այնքան այսպես սովորական է, որովհետև մենք ունենք կլարնետի համար գրված տրիոներ ծրագրում, մեզ հետ կլինի Սերգեյ Աբրահամյանը, ով այս պահին փորձի էր, չկարողացավ մեզ հետ գալ, եւ մի քիչ երևի ծրագրից խոսի Կարենը։ У нас вообще прекрасный состав, обычно на свадьбах играют таким составом. Скрипка, да, то есть очень близкий к обществу состав. Вообще, продолжая ваш вопрос, я всегда студентам своим говорю, что концерт – это итог того, что мы делаем, да, итог всей нашей жизни, потому что учиться играть на инструменте нужно всю жизнь. Но дело даже не в том, что нужно научиться игре на инструменте. А дело в том, что когда мы выходим на сцену, мы рассказываем историю. Просто не словами, а посредством музыки, посредством нот. Потому что это такой же текст, как текст в пьесе. И самое главное эту историю понять и смочь рассказать людям, чтобы те люди, которые приходят на концерт, чтобы им было интересно что-то от нас услышать. Именно наш рассказ, да, ну, который написал композитор, конечно. Как вы это все представляете? Да, как мы это представляем. И интересно, что действительно, вот Сона уже стал говорить про программу, мы сыграем два выдающихся армянских трио, Хачатуряна и Арутюняна, для кларнета, скрипки и фортепиано. И у нас будет действительно текст, потому что мы сыграем еще одно интересное очень трио французского композитора Франциска Поленко, которое потрясающе называется «Приглашение в замок». И это музыка к пьесе. Իսկ ինչու замокում չեք անում ձեր համերգը? Мы готовимся к этому. Извиняюсь, Дом музей Хачатуряна. Это не то, что замок, это даже еще больше. Это музыка, которая была написана к пьесе замечательного драматурга Жана Ануя, пьеса 1947 года, которая много раз ставилась во Франции и по всему миру, и в том числе, например, Бриджит Бардо играла в этой пьесе. Потрясающая музыка, ты сразу представляешь себя в Париже где-то, когда нет еще машин, значит, свежий кофе, круассаны. То есть, ну, абсолютно праздничная, очень солнечная атмосфера в этой музыке. Мы получаем огромное удовольствие вот просто от репетиции даже. Իրականում իրոք շատ հետաքրքիր պատմեցիք ու շատ տաղանդավոր երաժիշտներ են հավաքվել մեկ տեղում։ Շատ հետաքրքիր է ինչպես տեղի ունեցավ ձեր համագործակցությունը։ Շատ տաղանդավորը բախումներ չի տալիս։ Մեր համագործակցությունը Կարենի հետ ունի արդեն շատ երկար տարիների այսպես կյանք եւ պատմություն եւ մենք բազմաթիվ ելույթներ ենք ունեցել տարբեր երկրներում, սկսած Ավստրալիայից, Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
Եվրոպայի տարբեր քաղաքներում, Սերգեյի հետ նույնպես համագործակցել ենք, ոչ առաջին անգամ է, բայց այս կարծեմ այս կազմով երկրորդ անգամ է, որ պիտի հանդես գանք։ Այո։ Եվ այսպես շատ։ Հեշտ է պարոն Շագալյանի հետ աշխատելը որպես երաժիշտ եւ որպես մարդ, կարող եք ուղիղ եթերում բացել գաղտնիք։ Անկեղծ ասած, անկեղծ կարող եք լինել, անկեղծ ասած շատ։ Ես Շատ, что? Հեշտ է։ Շատ դժվար։ Իսկ որոնք են կայանում պարոն Շագալյանի դժվարությունները, որոնք են նրա այսպես խորտ կողմերը։ Դե որ հեշտ է ոնց ասեմ, որն է դժվար կողմերը։ Ես դժվարություններ չեմ տեղ, ինձ շատ հետաքրքիր է միշտ եղել աշխատել Կարենի հետ եւ շատ պահեր կան, որ խոսքեր պետք չեն։ Դա որը որ ես շատ մեծ որին որ մեծ կարևորություն եմ տալիս երաժշտության մեջ, քանի որ երաժշտությունը արդեն ամեն ինչ ասում է եւ եթե կան բիոտոկեր եւ կան մտածելակերպ, որը այսպես մի բովանդակության եւ մի մտածելակերպի շուրջ է, դա ավելի իհարկե ամեն ինչ հեշտացնում է։ Այսպես լավ երաժիշտները մի քիչ ամբիցիոզ են լինում, մենք կողքից նայում ենք, նրանք արագ են մեկ քայլում, կտրուկ շարժումներ են անում, մի քիչ ավելի պարոն Շագալյան ավելի հանգիստ է այդ իմաստով, հետաքրքիր է։ Ճիշտ է տպավորությունը Սոնատրը։ Կարենին քայլերից չեմ Նեն նվագելուց ենք տեսել։ Я могу по-разному ходить. Հետ քայլենք ավելի Շատ լավ, ինչ կասեք Սոնայի հետ կապված, կապ չունի, որ նա շատ դրական արտահայտվեց, պարոն Շագալյան։ Я всегда это говорю, по-моему, даже в вашем эфире много лет назад тоже это говорил, потому что я считаю, что это правда. Умение играть в ансамбле, умение играть вместе, это воспитывается жизнью, и это то же самое, как совместная жизнь, как общение с друзьями, общение с близкими людьми. Ты должен уметь слышать собеседника, как ты должен уметь слышать партнера по жизни. Да? Почему распадаются браки? Потому что люди не слышат друг друга. Я хочу вот так вот. Ну, хоти, да? Ну, тогда один хоти. Ты должен уметь слушать то, что говорит близкий тебе человек. В камерном ансамбле, в камерной музыке это необходимость абсолютно. Да, есть амбиции, да, есть, как вы говорите, да? Но ты должен это делать, учитывая мнение того, кто рядом с тобой. Если ты это умеешь делать, то тогда музыка действительно складывается. Музыка рассчитана на это. У меня шансов не было. Я в 4 года начал играть на скрипке, а мечтать я начал гораздо позже уже. И уже было поздно. Я скажу не так. Это вот как рыба, которая плавает в воде, да, она настолько естественно себя чувствует в воде. Я вот с 4 лет начал плавать, и я не представляю себе другого, не то что профессии, другого образа жизни. Потому что музыка это не до конца профессия. Да, конечно, профессия. Да, мы зарабатываем деньги, не будем никого обманывать, не будем рассказывать сколько. Но это образ жизни, без которого ты не можешь. Ты думаешь музыкой, ты думаешь о музыке, ты общаешься с музыкантами, все твои путешествия по миру связаны с музыкой. Конечно, обязательно. Обязательно. Моя супруга, например, она не музыкант, но она абсолютно понимает, что я делаю и чем я занимаюсь, почему. Дети прекрасно знают музыку. Обязательно. Музыканты это непростая такая история для окружающих, но очень интересная. Հետաքրքիր է, ինչ-որ ռիտուալներ ունեք բեմահարթակ մտնելուց առաջ։ Օրինակ դերասանները, չգիտեմ, գրիմյորկայում մնում են մենակ, ինչ-որ ձայնավարժություններ են անում, դուք ինչ ռիտուալներ ունեք բեմահարթակից առաջ։ Ռիտուալ չասեմ, բայց իհարկե միշտ բեմ բարձրանալուց առաջ 2-3 րոպե, ոչ ավել, անկեղծ ասած, որտեվ ավելն էլ մի քիչ այդքան ինձ համար լավ չի, եւ մի 3 րոպե սկսում եմ մտածել այն ամենի մասին, ինչ որ պիտի կատարվի, որտեղ եմ գնում, որ դարաշրջանն է հիմա իմ հետ լինելու, որ բեմում եմ, ով է հանդիսատեսը, այս ամենը ոգեշնչում է
իհարկե եւ կարողանում ես մտնել այդ լադի եւ այդ տրամադրության մեջ։ Դա շատ կարեւոր, բայց ինչ որ հատուկ ռիտուալ չէ, որտեղ ամեն անգամ տարբեր է, այսպես։ Ինչպես եք դուք զվարճանում, ինչպես եք ուրախանում, ինչպես եք ծանր օրվանից եւ համերգներից հետո, երբ այո, նաեւ հանդիսատեսից հոգնել չի լինում, բայց դե ուզում եք առանձին մնալ, հանգստանալ, ո՞րն է ձեր այդ ուրախության տեղը։ Անկեղծ ասած, ես փորձերի ժամանակ ես փորձերից չեմ հոգնում։ Եվ կարող եմ ասել, որ իհարկե սիրում եմ լսել երաժշտություն, սիրում եմ ապրել, սիրում եմ գնալ տեսնել նոր ինչ-որ վայրեր, բացահայտել ինչ-որ նոր բաներ, դա հանգստացնում է, ուղեղը իհարկե ցրում է, փոխում է միջավայրը, մթնոլորտը, բայց հենց փորձի ժամանակ ես մեծ լիցքեր եմ ստանում։ Դուք երասեք եւ արդեն ամփոփ եք Есть потрясающего у великого режиссера театрального Анатолия Эфроса есть книга «Репетиция. Любовь моя». Я ее прочитал в детстве еще, и мне настолько понравилось вот это отношение к делу вообще и к репетиции. Репетиция — это действительно самое главное. Иногда репетиции приносят больше удовольствия даже, чем концерт, как часто бывает со спектаклями то же самое. Да, сам процесс в нашем случае иногда гораздо важнее даже конечного результата. Потому что, вот как я сказал, это наша жизнь. Мы не можем ее поделить на до и после. Это вот все то, что мы делаем, доставляет нам невероятное удовольствие. Դե ինչ ունի 20-ին Արամ Խաչատրյան տուն թանգարանում կկորցնեք ժամանակի զգացողությունը, մի քանի դար հետ կգնաք, հետո արագ մի քանի դար առաջ եւ մեր շատ սիրելի երաժիշտները կխառնեն ձեր ժամանակահատվածները։ Շնորհակալություն, ձեզ շատ լավ օր ենք ցանկանում։ Շնորհակալություն։ Հիմա գովազդների եթերում։ Այո, հետո կշարունակենք։ Բարի առավոտ։ Բժիշկ, քաղաքական, պետական եւ առողջապահության համակարգի գործիչ, երաժիշտ, երգահան Մխիթար Մնացականյանը իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում զբաղվել է երաժշտությամբ։ Գրել է ստեղծագործություններ, որոնք առաջինից նոտայից դիպչել են բոլորի սրտին։ 34 տարի առաջ նոր տարվա հաղորդման մեջ հնչեց հենց նրա հեղինակած Պարեղանակը եւ կարծում ենք այդ Պարեղանակը դուք շատ եք սիրում եւ հիշում ու շատ-շատերը կզարմանան իմանալով, որ ոչ միայն Սևանա ծով հայտնի Պարեղանակի, այլ նաեւ բազմաթիվ սիրված երգերի հեղինակը հենց ինքն է Մխիթար Մնացականյանի 75-ամյակի արդիվ շատ յուրահատուկ ֆիլմ է պատրաստված, որի մասին էլ մենք կզրուցենք մեր շատ սիրելի հյուրերի հետ։ Տաղավարում են երաժիշտ, գործիքավորող Արթուր Հակոբյանը եւ Մխիթար Մնացականյանի թոռ Վահան Ներսիսյանը։ Բարի առավոտ։ Ով Մխիթար Ներսիսյանը այսպես ճանաչում են, դրան թոռանը կարող են պատկերավոր նմանություններ կա այդպիսի Մնացականյան ներողություն։ Այո։ Նմանություններ, հա։ Նմանություններ, գիտեք, ընդհանրապես ինձ շատ են նմանեցրել կյանքում եւ կարող եմ ասել նաեւ պարոն Հակոբյանը ինձ թվում է կասի, որ երաժշտական առումով էլ եւ նվագելու առումով էլ եւ բնավորությամբ, բայց կյանքում ինձ համար թերևս ամենահաճելի բանն է հիմա որ կարող եմ լսել, որ ես նման եմ։ Աստծո պարգև է ինձ համար, որ ես նմանություն ունեմ։ Պարոն Հակոբյան, նմանությունը դուք տեսնում եք, այն եւ ինչով է։ Դե նմանը հասակ բարձր։ Երկրորդը շատ տաղանդավոր է։ Երրորդը համեն ռուսերեն մի հատ անուն կա, չէ, ֆիրմա։ Ֆիրմենի ցեղը, էլի, դա։ Եվ ունի կարմրելու ունակություն, ամաչելու, դա էլ մեծագույն հատկանիշ է։ Դարում, այո, շատ հազվադեպ է հանդիպում։ Շատ հետաքրքիր է ու շատ բացահայտում էր մեզ համար իմանալ, որ այսքան հայտնի հեղինակավոր երգերի հեղինակը հենց Մխիթար Մնացականյանն է։ Հետաքրքիր է, ինչու էր երկար ժամանակ այն գաղտնի մնում եւ հանրությանը ինչու չէր հռչակվում, որ երգերի հեղինակը հենց նա է։ Հանրահռչակում չկար։ Դու ասես թե ես ասեմ։ Ես կզիջեմ դες։ Փորձեմ սկզբից բացատրել։ Ուրեմն Մխիթար Մնացականյան ինքը շատ վաղուց երաժշտությամբ զբաղվել է եւ իհարկե ինքը բժշկական ինստիտուտն է սովորել եւ բայց այն ժամանակ շատ ակտիվ ինքը զբաղվել է երաժշտական գործունեությունով։ Նվագել է խմբերում, յուրախաղերի է գնացել եւ ինքը երևի ակամա թե ինչ, ինքը կամած եկավ նրան, որ ինքը ուզեց արդեն ավելի լրջացնի իր մոտեցումը դեպի երաժշտություն։ Եթե չեմ սամ կոնսերվատորիալ է փորձը, թե իրան ասել են արի ընդունի, բայց ինքը որ նոտա չի։ Բժշկականից հետո։ Այդ ընթացքում որ իրան ով որ լսել է, չեմ հիշում Սարյանն ալսել թե ով ասել է արի։ Էդվարդ Միրզոյանն։ Հա, Միրզոյանն էլ ճիշտ է։ Լազար Սարյանը, այդպես ժամանակ։
փոքրիկ երաժշտական մատենադարանի մոտ եթե չեմ սխալվում։ Փոքր հենց մատենադարանի մոտ էր կոնսերվատորիան այն ժամանակ։ Այնտեղ լսումներ էր եղել եւ նա իր հոր հետ գնացել էր ու այսպես փոքրիկ իրեն շատ բնորոշ իմպրովիզացիա էր արել շատ հետաքրքիր եւ նրանք համոզում էին, որ անպայման նա պետք է գա կոնսերվատորիա, անպայման բայց հանգամանքները եւ պատկերացնեք բժշկականում սովորել մեր իրականությունում էլ է դա շատ արտասովոր բժշկական սովորում մեկ էլ մեկը համոզում է որ ընդունվեց նաեւ կոնսերվատորիա դա կյանքը հրաշալի կերպով սիրելու փոխելու շատ լավ օրինակ է առաջարկում դիտել տեսահոլովակը վայելենք ճանաչենք վերաիմաստավորենք եւ շարունակենք
Բարի առավոտ, այո, Արթուր Հակոբյանը, Մխիթար Մնացականյանը եւ նաեւ մյուս երաժիշտներին Վահան Ներսիսյանի գլխավորությամբ նաեւ այս պարագայում շնորհավորում ենք ձեզ, շատ գեղեցիկ աշխատանք էր։ Մեզ ասացեք, խնդրեմ, հետաքրքիր է դուք պապիկի հետ զրույցներում, հետաքրքիր ինչն եք կարևորել երաժշտի մեջ, ինչ էր նա ձեզ սովորացնում այս ուղում։ Գիտեք, եւս կարծում եմ ամենակարևոր բանը հոգին։ Հոգին, որովհետեւ երաժշտի մեջ, նամանավանդ կոմպոզիտորի մեջ, կարծում եմ ամենակարևոր բանը դա հոգին է։ Այսինքն այդ երաժշտությունը եթե բխում է, պետք է բխի հոգուց եւ սրտից։ Եվ ինքը դրա վառ ապացույցն է։ Մարդ, որը չունենալով երաժշտական կրթություն, մարդը, որը չի տիրապետում նոտաների, բայց իր երաժշտությունը այսպես հոգին եւ սիրտը կարծես այսպես մարդուն հոգեզմայլ են, այսպես ասեմ, հոգեզմայլ կատարում են լինում, հոգեզմայլ երաժշտություն են հնչում։ Դա կարծում եմ ամենակարևոր ու Որտեղ էր ստեղծագործում։ Գիտեք, ուներ աշխատասենյակ, այսպես տարբեր վայրերում։ Երաժշտությունը կարող էր գալ այսպես թեկուզ, մենք այստեղ նստած, մեկ էլ մտքին ինչ-որ մի երաժշտություն գար։ Դա կլինի սուլելով, դա արտահայտել, որպեսզի դա հիշվի։ Դե նոտագրելը ես եմ փորձել, եթե կարող եմ, այո, թեկուզ։ Դե ես կամ։ Եվ եթե հայրենիությունը եւ պարոն Հակոբյանը իհարկե հետագայում դա իր անփոխարինելի գործիքավորումներով։ Պարոն Հակոբյան, ինչպես է։ Հա, նույն հարցն է ուզում տալ, ինչպես եղավ ձեր համագործակցությունը։ Դե հետաքրիր մեր հանդիպումը եղավ 91 թվականին։ Ուրեմն այդ ժամանակ Սամվել Երևինյանը ջութակարը, գիտեք, համաշխարհային շակավոր ջութակարը, նա ուրեմն իր հետ մենք ասպարեզում գրեցինք առաջի իր ալբոմը ձայնասկավառակը, որի մեջ ընդգրկեցինք եւ Սևանացովը, նոր գործիքավորումով, որտեղ միջև դա նվագել էր Կարապետ Հայրապետյանը եւ ֆրանսիացի Շուշանիկը։ Մենք նոր գործիքավորում արեցինք, հետաքրքիր է Սամվելը գիտեք, շատ լավ երաժիշտ է, վերջը ու Մխիթար Էդուարդովիչը Մնացականյան լսում է այդ գործիքավորումը եւ ցանկություն հայտնում որ իմ հետ ծանոթանա։ Մենք ծանոթացանք իր հետ եւ այդտեղ սկսեց մեր երաժշտական ընկերությունը։ Ինչ տպավորություն ձեզ վրա թողեց ծանոթությունը։ Տպավորված եմ, որովհետեւ ես իրեն տեսա մի անձնավորություն, որը շատ նուրբ էր ներսից եւ շատ պինդ էր, ինքը լուրջ տպավորություն էր, ասեմ ձեզ, էլի։ Հետո Կարո Հայրապետյանին, եթե չեմ սխալվում, հայտնի այն տարիների, չէ, նվիրել է այդ ստեղծագործությունը։ Չէ, ոչ թե նվիրել է, իրանք պարզապես նվագել են, որը շատ պոպուլյար է։ Այո, ռադիոսիմֆոնիկ օրկեստրի հետ Վանվիսակալն գործիքավորում էր արել, բայց որ 91 թվականի ես մի քիչ ժամանակակից գործիքավորում էր, դա մեզ բերեց նա, որ մենք արդեն ծանոթացանք եւ մեր համագործակցությունը այդտեղից սկսվեց։ Ես արդեն լսեցի շատ բազմաթիվ ձայնագրություններ, որ ինքը այն ժամանակ կասետներ կար հիշում։ Այդ մագնիտոֆոնները միացնում էր, ինքը ձայնագրում որ չմոռանա, որովհետև չէր կարող նոտագրել, ու այդ կասետները տվեց ինձ, ասեց՝ «Մերտ լսի, դες կա մեջը լավ բաներ կա»։ Ուտեղ ծնվեց իր քարավանը, որը նվագեց Սլավիկը Մանուչարյան, մեր ռադիոսիմֆոնիկի սոլիստը, շատ շքեղ գործ է։ Սամվել Երևինյան երկու գործ նվագեց եւ նաեւ երկու գործ նվագեց, որը նվիրեցինք աննեդեցինք Տիգրան եւ Դավիթ, մեծ եղբայրների տաննով արեցինք։ Ներողություն, կասետները պահպանված են։ Կասետներ կա, բայց թե ինչի՞ է լսենք։ Հետաքրքիր թե այդ սաղնային փուլում ինչպիսին է այդ երաժշտությունը։ Բայց ես ունեմ մեքենայի մեջ ունեմ մի հատ կասետներ դնում եմ կասետը որտեղ մի դինամիկն է աշխատում, որ բարձում ես մյուսն է աշխատում, չի աշխատում արդեն սիստեման։ Լենտերը մաշվել են, իր մագնիսական բանը դաշտերը կորել են։ Բայց կարելի է վերականգնել ինչ-որ կերպ, դա հետաքրքիր աղբյուր կունի հետագա գիտական գործունեության համար։ Հիմա առաջարկում դիտել երկրորդ տեսահոլովակը, հետո ընթացքում նաև ձեզ հետ կզրուցենք։
Շնորհակալություն ենք մեր հյուրերի տարատեսակ հաղորդումներից, վերջինը խոսում ենք երկերկոցում էր եղել մի թողարկում նվիրված։ Այո, Մարտամբլացականի մի հաղորդում կար, որ մենք նվիրեցինք իրեն եւ մի ամբողջ ծրագիր բազմաթիվ արտիստներով մասնակցեցին եւ ինձ թվում է որ լավ հիշողություններ կա այդ օրվա հետ կապված էլի, որտեղ լավն էր, լավ երաժշտություններ կար, լավ երկիշներ կային։ Ես կուզեմ արդեն անդրադառնանք ֆիլմին, որը նվիրված է 75-ամյակին պապի, ես կուզեմ խոսեք, թե ֆիլմով ինչ եք ցանկանում պատմել, ինչ եք ցանկանում հիշեցնել ազգությանը բոլորին, ինչ մեսեջ կա, այո, ինչ կարևոր հարց կա։ Գիտեք, այլսում եք պապի հնչյունները, դրա տակ կարող եք։ Այո, գիտեք, երևի թե ինչ որ ես մի քիչ առաջ նշեցի, որ մարդու հոգին կարող է անսպառ, այսինքն եւ էներգիան, եւ աղանդը աստվածատուր կարող է լինել, եւ այս ֆիլմը կարծում եմ նաեւ դրա վառ ապացույցը կլինի։ Կա մի ֆրազ, որ պապիկի խոսքերից հիշում եք, դուք դա ձեզ համար տպավորել է եւ միշտ որպես խորհուրդ մտքում դժվար պահերին ասում եք, պապուկ օրինակ Շատ կա բառեր։ Շատ, այո։ Կան ֆրազներ, որոնք ավելի հաճախ ենք հիշում, օրինակ։ Բա, այդ միշտ բա։ Բանել չի, դա ամեն ինչ կարող է ասել։ Ամեն պարագայում մշտապես լինել մարդկային, լինել բարի, կարևոր։ Դա բոլոր կյանքի պարագաներում, սիտուացիաներում եւ իր կյանքում այդ բազմա բնույթ իր կերպը որտեղ որ նա եղել է այդ բազում աշխատանքային գործունեության մեջ ամեն տեղ եղել է այդ շատ կարևոր իր հատկանիշը մարդկային եւ բոլոր աշխատանքների մեջ նա անպայման իր այդ մարդկային հատկանիշով առաջ է գնացել եւ առաջ։ Ցանկացած պարագայում այո մարդկային առաջ։ Ես ավելացնեմ, ուրեմն ֆիլմը ինքը նաեւ օգնեց որ շատ լայն տեսակետից մենք ճանաչենք Մեղթար Մնացականյանին, որտեղ ինքը որպես մարդ ինքը շատ լեցուն է ու եւ երաժիշտ եւ մարդ եւ գործիչ եւ այլն ինքը շատ հետաքրքիր մարդ է եւ մի բան է կա որ շատ ժամանակները օրինակ մենք զգացել ենք որ գնահատված չի մարդը իր կյանքում Մեղթար Մնացականյանի դեպքում ասեմ որ ինքը շատ բազմաթիվ ստեղծագործություններ ունի երաժշտական Եվ իրեն իհարկե իր համեստության պատճառով ինքը շատ չի ռեկլամե իրան, բայց կուզեի որ շատ-շատեր իմանան, որովհետև իր մեջից այդ երաժշտությունը դուրս է գալիս։ Նա պետք է համեստ լինի, կողքից պետք է նրան անդադարել, բայց PR-ի համար եւ չլսեն, պարոն Մնացականյանի, որովհետև ժամանակներին մենք չենք սիրել մեծարել մեր կողքիներին իրանց կյանքի ընթացքում։ Մենք հետո միշտ ափսոսացել ենք, որ այդ մարդը չի լինում, ասում ենք, վախ, չասենք, չանենք, բանանք, պետք է անել, պետք է մեծարել, հենց մեր կողքի գտնվող մարդկանց դրա հակառակն էլ ասեմ, որ Մեղեդին գրելը շատ բարդ է։ Հիմա Մեղեդի գրելը շատ բարդ է։ Իսկ Մեղթար Մնացականի ամբողջ իրայությունը ինքը Մեղեդի է։ Մեղեդին ասած գցումա հաստրես բռնես որ սա պատրաստես։ Մենք գիտենք ֆիլմի անոնսը, ավելի հետաքրքիր կպատկերացնենք ֆիլմի ինչի մասին է լինելու եւ շարունակենք։ Առանց երաժշտական բարձրագույն կրթության նա շատ արագ մուտք գործեց երաժշտության աշխարհ ու հեղինակեց բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք ժամանակի ընթացքում դարձան համաժողովրդական։ Շատերը գիտեն այդ երաժշտությունը, բայց չգիտեն ով է գրել այդ երաժշտությունը, ում երաժշտությունն է։ Դեք երբ որ լսում ես մի երգ ու մի անգամ լսելուց հետո այդ երգը մնում է հիշողության մեջ եւ դու ցանկություն ես ունենում այդ երգը նորից մի անգամ գոնե լսել, սա արդեն խոսում է նրա մասին, որ դա բնական է։ Կան մարդիկ, որ աշխարհ են գալիս հստակ առաքելությամբ։ Նրանք ապրում են ոչ թե սեփական փառքի, այլ մյուսների կյանքում նոր երանգ ու փոփոխություն բերելու համար։ Այդպիսինն է նաև Մխիթար Մնացականյանը։ Շրջապատը, բնությունը, ընտանիքը, ամեն ինչ ստեղծագործողի համար շատ կարևոր դեր է խաղում։ Անհատականություն, որը եւ կյանքում
եւ աշխատանքում ինքը լիդեր է։ 40 տարվա ընկեր ենք, այդ 40 տարվա մեջ ես մի օր չեմ փոշմանում, որ ինքը իմ ընկերն է։ Շատ ուրախ եմ, որ իր 3 ստեղծագործությունների առաջի կատարողը ես եմ եղել։ Հանրային ու պետական բացառիկ գործիչ Մխիթար Մնացականյանի 75-րդ տարեդարձին նվիրված։ Մեղեդի ճանապարհի ուրբաթ օրը Armenia TV-ի եթերում։ Ինչ հետաքրքիր ֆիլմ է սպասելու, ու շատ կարևոր է որ դիտենք, ավելի պատկերավոր ու լավ իմանանք մեր այն մարդկանց մասին, ով այդ երաժշտական մեղեդիները ստեղծել են։ Չկա մի քեֆ ուրախություն, որտեղ դա չլինի, չէ՞, պարոն Հակոբյան, դա չափազանցություն չի։ Միշտ իր պարերը մինչև այսօր նվագվում է ու շատ նոր երաժիշտներ, որոնք նոր սերունդ են, իրանք տեղյակ չեն դա Մխիթար Մնացականը։ Իրանք նվագում են, որտեղ դուրը գալիս է, հիշվել է, իդեպ ասեմ, որ շատ տարբեր ազգերի մոտ, օրինակ Ղազախստանում, Թուրքմենիայում, նույնիսկ մեր հարևան երկրներում իր ստեղծագործությունները նվագում են։ Իրանց ձևով էլի։ Բայց հեղինակային իրավունքները պաշտպանված է, չէ՞։ Գիտեք ինչ, մեր երկրում մի քիչ շատ բան պաշտպանված չէ։ Փաստացի գրանցված է, բայց գրանցված է, բայց դա դժվար է անել։ Վահան, դուք կարծես թե պապի ստեղծագործական գործունեությունը շարունակում եք, սովորում եք կոնսերվատորիայում, արդյոք ունեք այլ աշխատանք, այլ զբաղվածություն, ինչով եք զբաղվում։ Գիտեք, ընդհանրապես իմ բնավորությամբ ես նաև պապիկիս այդ առումով եմ, այսպես ասած, գենետիկորեն մեր շահկապվածությունը նաև այդտեղ է, որ հետաքրքրությունները շատ են եւ աստծո կամքով միգուցե հետագայում ճանապարհները ուրիշ լինեն։ Այսօր դերևս ես երաժշտությամբ եմ զբաղվում եմ իր երազանքը կատարելով։ Ու ասեմ, որ առաջի երաժշտության գործիքավորող ես եմ եղել, սրանից մի 10 տարի առաջ, ինքը դեռ փոքր էր։ Նույն կապը շարունակվում է այդ իմաստով, հետաքրքիր կարող է լինել։ Ինչ մեծ երազանքներ ունեք, Վահան։ Ինչ եք ուզում անել մեծ հռչակավոր բեմերում, ելույթ ունենաք, հանդիսատեսի ծայրը վայելեք, դրանք առողջ զգացողություններ են իհարկե, բոլոր ուզում։ Այո, գիտեք, ասում եմ, դուք նոր շեշտեցիք, ասում եմ, կարմրացնում եք իր բաներով, բայց աստծո կամքով կարծում եմ, որ բարին է նայել կլինի։ Այսօր բարք Աստծո ամեն ինչ լավ է, ու ինչ էլ որ լինի, որտեղ էլ որ լինեմ, թող որ պապիկս իմ կողքին լինի, միշտ ու շատ երկար։ Հրաշալի։ Ամեն թող կատարվի այդ անգամ։ Ունեք ինչ-որ մի բան, որ միշտ չեք ասել կամ դժվարացել եք ասել, հիմա ուղիղ եթերից կարող եք նրան փոխանցել։ Բախտավոր եմ այդ առումով, նաև որտեղ ես իմ զգացումների մեջ, զգացմունքների մեջ այսպես չեմ թաքցնում, ես մի անգամից արտադրում եւ նաև կարող եմ ասել, որ ձեզ եմ շատ շնորհակալ, ձեզ այս հրաշալի եթեր ապահովելու համար, շատ անմիջական, շատ հաճելի զրույցի համար։ Բայց շնորհակալություն։ Շնորհակալ նաև ձեզ, որ այդպես գեղեցիկ եք։ Շնորհակալություն, բայց ներ վերջի ասեմ, պապիկը խիստ հատկանիշներ ունի մեկ-մեկ որ։ Շատ։ Շատ տեսել եմ։ Որտեղ այդպիսի մարդիկ մեկ-մեկ չէ խստապահանջ են լինում ու դա բնութագրում է իրեն։ Տեսել եմ։ Շատ։ Առաջին հերթին ինքն իր նկատմամբ։ Շատ խստապահանջ, շատ։ Բայց խիստ լինելը եւ մարդկային ու բարի լինելը բացարձակ իր խանգարում եւ չեն հակասում։ Հակառակը ինչ որտեղ լրացնում են, որ ավելի պլյուս ինքը, ասեմ, մեկը չկա Հայաստանում, որ ինքը դեռ մեկնաշ չունի, օգնի։ Մենք անհամբեր կսպասենք ֆիլմին Armenia TV-ի եթերում, ձեզ շատ շնորհակալություն։ Այո, հանրահռչակումը պիտի լինի միայն ձեր ձեռքերում, որտեղ շնորհքով մարդիկ միշտ ավելի լուռ են ու զուսպ, նրանց պետք է հակառակը կողքից նկարել եւ անդադ ցույց տալ։ Ձեր լավոր ենք ցանկանում, լավ ֆիլմի պրեմիերա եւ լավ համերգներ։ Շատ շնորհակալ ենք։ Մերսի։ Հիմա կարճատև դաթար։ Այո, գովազդ այնուհետև կշարունակենք մեր եթերը։ Հրաշալի օր ենք ունեցել այսօր իրականում, շատ էներգիայով լցված ենք։ Հիմա տեղափոխվենք խոհանոց հասկանալու համար, թե ինչ վերջնական տեսք ունի մեր նախաճաշը, հետո արդեն շարունակենք։ Ուտենք։ Դեռևս վերջնական տեսքը չի, մենք այս պահին կավելացնենք կիտրոնը, վիտամին C-ն էլ ավելի ավելացնելու համար, նաև կավելացնենք փունջոթը։ Ռոլերը պատրաստ են, սիրով պատրաստված, մեկ կողմից եւ իհարկե հերոստատիտողների եւ մեզ համար։ Էլիզա, շնորհակալություն երկուշաբթին սկսելու մեզ համար։
Շնորհակալություն համեղ կերակուր առաջարկելու համար։ Խոսքը արագ փոխանցենք, մենք վազենք, որպեսզի վայելենք, անհամբեր սպասել ենք եթերի ավարտին։ Ձեզ լավ շաբաթ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Էլիզա, շնորհակալություն Սաթենիկ, այո, շաբաթը նոր է սկսել, բոլորիս արդյունավետ շաբաթ, եւ որ կարողանանք մեր գործերը հասցնել շաբաթվա ընթացքում։ Այո, հաջողություն։